Սիրելիներս, պայմանավորվեցինք 50 անց յուրաքանչյուր մարդ աղեստամոքսային տրակտը նյութափոխանակությունը լավ լինելու համար 1 բաժակ 200 գրամ մաքուր ընտիր սենյակային ջերմաստիճանի անարատ ջուր կես ժամ հետո 1 թեյի գթալ կանեփի յուղ եւ կես ժամ հետո արդեն սկսում եք կամ ձեր դեղորայքը կամ արդեն պետք է ուտեք որևիցե սնունդ։ Սնունդը իհարկե պայմանը այն է, որ այն լինի վիտամիններով հարուստ եւ իհարկե սննդարար։ Հրաշալի սննդային տեսակ է Գերկուլեսի կաշաները, որը յուրաքանչյուր օրգանիզմի համար վիտամինների, միկրոէլեմենտների հզոր քանակությունը եւ հագեցնում է շատ արագ քաղցը եւ պահում երկար ժամանակ։ Անպայման Գերկուլեսի կաշաները յուրաքանչյուր անձնավորության համար անհրաժեշտ են, կամ եթե Գերկուլես չեք սիրում, ձու 2 հատ, որը նույնպես համարվում է շատ լավ սնունդ յուրաքանչյուր 50 անց մարդու համար, մանավանդ սպիտակուցների քանակություն, միկրոէլեմենտների քանակություն եւ ամենակարևորը ես ձեզ ասեմ, կես ժամ հետո արդեն պետք է պատրաստվեք այլ պրոցեդուրայի, այսինքն դուշ։ Դուշը իհարկե պետք է լինի ոչ թե եռման տաք, որովհետև այն լայնացնում է անոթները եւ կարող է, եթե ճնշում չունեք, ապա ճնշումը իջեցնի։ Անպայման պետք է դուշը ընդունել տաքից մի փոքր սառը եւ ոչ շատ գոլ վիճակով, նորմալ, եւ այնուհետեւ շարունակել ձեր օրվա առօրյան։ Իհարկե դեղորայքը խմում եք ոչ սոված վիճակով, արդեն մենք ընդունել ենք մեր սննդատեսակը եւ շարունակությունը այն է, որ անպայման պետք է կատարել ֆիզկուլտուրա։ Ֆիզկուլտուրան պետք է լինի թեթև, առանց շատ էներգիա ծախսելու, որովհետև 50 անց մարդկանց համար շատ էներգիան կարող է խնդիրներ առաջացնել, կամ եթե ֆիզկուլտուրան մի քիչ ավելի բարդ է, կամ հոդերի, կամ ոսկրերի, կամ մկանների համար խնդիրներ առաջացնի։ Դրա համար անում ենք թեթև ֆիզկուլտուրա եւ ընդհանրապես նույնիսկ անգամ 5 րոպե անելով եւ էներգիայի է վերածվում ձեր ընդունած սնունդը եւ ձեր օրգանիզմը թարմանում է, նյութափոխանակությունը լավանում է եւ դուք ակտիվանում եք։ Շարունակությունը վաղը։